Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հենց այստեղից հա կտրվել իսկ ճանապարհը ոնց են ճիշտ դու արդեն կպի հա ես մի հատ անեցի տան չէ ասեցին այդ մի քիչ Հա եթե գնալ եք թանգարան կամ պետք է ներքևից Բայց կարծում եմ մենք պետք է պահենք թե բանանենք Այ բալաջան հով բաց ենք 4 ժամը ոտի վրա է այդպես 300 աստիճան է ես փանարի տակ դու Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այս պահին մենք գտնվում ենք Էրեբունի արգելոցում եւ զրուցում ենք ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։ Պարոն Սուքիասյան, ինչպես նախորդ այցի ընթացքում նշեցիք, այս անգամ եւս խնդրում եմ մանրամասնեք հնավայրեր, արգելոց այս ձեր այցը ինչ ահազանգի հետքերով եք այստեղ, նաև մեր հեռուստադիտողների համար խնդրեմ մանրամասնեք։ Շնորհակալություն եւ Կարմիր Բլուրը եւ Շենգավիթը Էրեբունու ամրոցի հետ եւ թանգարանի հետ կազմում են մեկ ամբողջություն։ Վերջին շրջաններում ունեցել ենք տեղեկատվություն, նաեւ զանգվածային լրատվության միջոցներից ենք ստացել տեղեկատվություն, որ տնօրինություն չկա եւ ծրագրերը կասեցված են, դադարեցված են, կան ինչպես նախկինից եկած խնդիրներ, այնպես էլ վերջին 1 տարվա ընթացքում կուտակված խնդիրներ։ Այդ խնդիրները ակնառու էին թե Կարմիր Բլուրում, թե Շենգավիթում, իսկ այստեղ, որը ավելի կենտրոնական վայր է նախորդ երկուսի համեմատ, այստեղ կա կառավարման լրջագույն ճգնաժամ, այստեղ առաջին հերթին նախ տարածքում ջուր չկա, չնա նորմալ երևույթ չի, այս բնակլիմայական պայմաններում, որ տարվա 6 ամիսը շոկ է այստեղ, տարածքում ջուր չլինելը նորմալ չի, եւ ջուր չլինելու հետևանքով է, որ տարածքը ոչ թե սիզամարգերով է պատված, այլ փշով, տատասկով, անխնամ վիճակում, չորացած, տափաստանային վիճակում է գտնվում։ Տարածքը չունի տեսահսկման համակարգ, որը անվտանգային խնդիրներ է առաջացնում, առանց չվերահսկվող տարածքը պարարտ հող է, որպեսզի զանազան անցանկալի երևույթներ այստեղ տեղի ունենան եւ նաեւ ունեցել են։ Տարածքի աշխատակիցների թիվը, վարձատրության աստիճանը նրանց անվտանգության համակարգ, որպես այդպեսին գոյություն չունի եւ նաեւ տեղյակ ենք, որ այս պահին մշտական ցուցադրություն չկա, դրա վերաբերյալ փորձելու ենք տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարից տեղեկատվություն ստանալ ու առհասարակ թե ինչ համալիր փոփոխություններ կարելի է այստեղ անել, որովհետեւ տարածքը բառացիորեն մատնված է անտերության, անխնամ իրավիճակ է եւ մեկը ես կտատանվեմ այստեղ, եթե դրսից հյուր ունենամ, այլ օտարերկրացի բերեմ այստեղ թե ոչ, որովհետեւ ուրիշները իրենց չեղածն են փորձում սարքել, մենք մեր եղածը չենք կարողանում ճիշտ մատուցել եւ ինչն է ցավալի, որ այս որմնանկարները շատ ամխիթար վիճակում են գտնվում, միգուցե դրանք նախկինից են ժառանգվել, բայց այս իշխանությունները եկել են նախկին արատավոր երևույթների դեմ պայքարելու եւ վատը լավը դարձնելու, տգեղը գեղեցիկ դարձնելու, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը այնպեսին է, որ պահանջում է համալիր լուծումներ, լուրջ մոտեցում
եւ Երևան քաղաքի հետ ասոցացվող առաջին վայրն է սա եւ մեզ ուղակի սազական չէ, մեզ հարիշ չէ ծննդավայր հանդիսացող Էրեբունի ահա ամրոցի այս տարածքը Էրեբունի թանգարանը լինեն այսպիսի շատ վատ ասոցիացիա առաջացնող, հա, ասենք վիճակում։ Այստեղ ինչն է հատկանշական, որ ուրարտագետները արձանագրում են, որ սկսած 7-րդ դասարանի պատմության գրքից դպրոցական փորձ արում պետական մակարդակով հերքել Հայաստանի կապը Ուրարտուի հետ, Երևանի կապը Էրեբունիի հետ, ինչ շատ համահունչ է Ալիևյան քաղաքականությանը, քարոզչությանը եւ նաեւ իրենք ամեն կերպ փորձում են, պնդում են, որ 16-րդ դարում է Երևանը հիմնվել Ռևան Ղուլիխանի անուն են տալիս, այդպես հատուկ ինչ-որ կերպարներ ունեն իրենք դրան հարմարեցված եւ անգամ իսկ Թբիլիսից իրենք կարողացել են որոշակի էքսպոնատներ ձեռք բերեն, որոնք վերաբերել են Երևանի բերդին, այնտեղ դա մատուցում է որպես ադրբեջանական ժառանգություն, այսինքն լուրջ մարտահրավերներ կան եւ այն խորապատկերի ներքո, որ իրենք փորձում են մատուցել, որ Ադրբեջանը Երևանը ադրբեջանական քաղաք եւ ադրբեջանցիները պետք է վերադառնան, դա հազանգ է բոլոր նրանց համար, ովքեր ասում են, իբրև թե Արցախի հարցը ինչ որ մի կերպ լուծելուց հետո մենք հանգիստ կապրենք, տեսեք որ Երևանի մասին է խոսքը, միայն Կիրանցի ոսկեպարի մասին չի խոսքը։ Երևանը դրված է կասկածի տակ, իսկ օրվա իշխանությունների վարվող քաղաքականությունը շատ նպաստում է այդ ամեն ինչի տարածմանը, այնպես որ սա լրջագույն ազգային անվտանգության խնդիր է, որ հայկականությունը վավերագրող ցանկացած դրսևորում պետք է այսպես աչքի լույսի պես սրբորեն պահպանվի, փայփայվի, նախ ինքներս մեր ինքնությունը պահպանելու համար, ինչպես նաև դիմակայելու համար այդ արտաքին մարտահրավերները։ Հիմա այդ առումով մենք շատ անհանգստացած ենք եւ ակնկալում ենք, որ տնօրինության հետ մի քանի րոպեանց այս հարցերի վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա կստանանք։ Պարոն Սուքեսյան, նաև Էրեբունի ամրոցի ցուցանակները, հա, փորձեցիք այսպես դիտել, վիճակում են գտնվում, ընթեռնելի չեն, դժվար է կարդալ, թե մարդը ուր է եկել, որ դարից է թվագրվում այս տարածքը։ Այո, QR կոդներ, որ պետք է ավելի արագ կոմունիկացիա ստեղծեր, QR կոդն էլ չընթերցեց, բայց որ տոտալ անտերությանը մատնված է հատվածը, Երևանի ծնունդը վկայող, Երևանի ծագումը վկայող այդ բոլոր պատմահնագիտական արգելավայրերը, արգելոցները մատնված են բառի իմաստով անտերության եւ մեր բոլորի աչքի առաջ մեր կապը Երևանի հետ փաստող, վավերագրող այս կառույցները գնում են քայքայում եւ մենք մեր առօրեական գործերի մեջ պետք է հասկանանք, որ կան առաջնահերթ եւ ստրատեգիական ուղղություններ, որոնցից մեկը հենց այս պատմահնագիտական արգելոց թանգարանի պատշաճ ռեստավրացիան է եւ հետագա կենսագործունեությունը։